Այստեղ Իրանի գլխավոր տարբերությունը նույն Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից օրինակ այն է, որ սա շատ ավելի ինստիտուցիոնալիզացված համակարգ է, այն կարող է անարդյունավետ համակարգ է, կարող է կոռումպացված համակարգ է, բայց այնուամենայնիվ ինստիտուցիոնալիզացված է։ Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի պարագայում մենք խոսում ենք պերսոնալիստական ռեժիմների մասին, որտեղ ամեն ինչ կախված էր հենց այդ բռնապետի անձնավորությունից։ Եթե բռնապետին հանում ես արանքից, այդ ռեժիմները փլուզվում են, դա տեղի ունեցավ ինչպես Իրաքում, այնպես էլ Լիբիայում։ Այստեղ մենք տեսանք, որ նույնիսկ հոգևոր առաջնորդի սպանությունից հետո որևէ պետական փլուզում տեղի չունեցավ, որովհետև բավականին բարդ համակարգ է կառուցվել Իրանում, որտեղ կան բազմաթիվ ինստիտուտներ, զուգահեռ կառույցներ, ազդեցության խմբեր, զուգահեռ նույնիսկ անվտանգային կառույցներ, նույն հեղափոխության պահապանների այդ կորպուսը հսկայական ազդեցություն ունեցող կազմակերպությունը եւ այստեղ մի հոգու կամ մի քանի առաջնորդների չեզոքացնելով համակարգը չի փլուզում եւ սա արդեն կարելի է արձանագրել եւ եթե հաշվարկը այն էր որ շատ արագ հնարավոր է լինելու ռեժիմի փոփոխություն իրականացնել կամ հասնել նրան որպեսզի ռեժիմի ներսի ավելի չափավոր ուժերը գան իշխանության մենք կարող ենք այս փուլում արձանագրել որ դա կյանքի չի կոչվել